Golden rays of money light dancing through. Բարև սիրելի հետևորդներ, իհարկե չէինք կարող չանդրադառնալ հենց Բարսելոնայում ծնված իսպանական Mango բրենդին, որը միանշանակ սիրված է ձեզանից շատերի կողմից։ Բրենդը հիմնվել է 1984 թվականին երկու հրեա եղբայրների կողմից։ Mango անվանումը ոգեշնչվել է հենց Mango մրգից, որը բրենդի հիմնադիր Իսակ Անդիկը առաջին անգամ համտեսել է Ֆիլիպիններ կատարած ճանապարհորդության ժամանակ։ Նրան դուր էր գալիս, թե ինչպես է անունը հեշտ արտասանվում բազմաթիվ լեզուներով, ինչը լավ ընտրություն էր համաշխարհային ապրանքանիշի համար։ Այժմ մոտենանք Mango-ի գարնանային նոր հավաքածուին եւ ուսումնասիրենք, թե ինչ թրենդային մոդելներ եւ դասական մոդելներ են այս գարնանը ներկայացված լինելու։ Տեսեք, շատ հետաքրքիր է այս մոդելը, պայուսակի, որը շատ խանութներում ենք արդեն իսկ տեսել ենք, ինչպես H&M-ում, այնպես Primark խանութում, Zara-ում նմանատիպ մոդելներ են, բայց այստեղ ներկայացված տարբերակը մոտ 100 եվրո արժողությամբ բնական զամշե տարբերակ է։ Շատ գեղեցիկ նուրբ երանգներով զգեստներ են ներկայացված շիֆոնից, հետաքրքիր բարակ եւ նուրբ հումքից կարված կտորներից։ Տեսեք, այս կոմբինեզոնը աչքի է ընկնում իր շատ նուրբ երանգներով, նուրբ կտորով։ Այստեղ նաև շատ արդեն մեզ հայտնի դարձած բոլոր խանութներում արդեն տեսել եք բոլոր բրենդները ներկայացրել են այս զամշե բաճկոնները եւ Mango-ն նույնպես ներկայացրել է իր բնական զամշե տարբերակ։ Շատ գեղեցիկ եւ հետաքրքիր օրիգինալ աքսեսուարներ են այս անգամ հավաքածուների մեջ։ Այս բլեյզերը տաբատի հետ շատ ինձ գրավեց, երևի թե կընտրեմ լուքի ստեղծման համար։ Վերնահագուստը շատ հետաքրքիր մոդելներ են գեղեցիկ լուծումներով։ Կոշիկները գրեթե բոլոր թրենդային խանութներում գրեթե նույն դիզայնի եւ ոճի մեջ մոդելներ են։ Mango-ում նաեւ ակտուալ են իրական գարնանային մոդելները, վերնահագուստները, կոշիկները նաեւ հենց գարնանային եւ նաեւ որը կարող է գրել աշնանը։ Շատ մեծ տեղ է զբաղեցնում բնական կաշվի տարբերակները, բնական կաշվե հումքը եւ նույն մոդելները տարբեր խանութներում ուսումնասիրելով կարողանում ենք հստակ զգալ տարբերությունը բնական եւ արհեստական կաշվի։ Մեծ հավաքածուներ կան նաև աքսեսուարների, օծանելիքի, ակնոցների հավաքածու։ Իրականում կոնկրետ խանութներում տեսականին մի քիչ ավելի նոսր է թվում իրականում, քան ներկայացված է on-line խանութներում։ Ես հետո ուսումնասիրեցի ու հասկացա, որ փաստացի Mango խանութների ցանցը խանութները ամեն շաբաթ թարմացնում են իրենց տեսականին եւ միգուցե մյուս շաբաթ, եթե մենք նորից այցելենք, լիովին այլ տեսականի կարող ենք տեսնել այստեղ, իսկ on-line հարթակում ավելի շատ մեծ հավաքածուներ են, ավելի բազմատեսակ ապրանքներ են։ Շատ գեղեցիկ գարնանային շարֆեր կան, հիմնականում պոլիեստերից են հումքը, բայց նուրբ են եւ որակյալ։ Այստեղ մեծ հավաքածու կարմիր երանգի ներառմամբ, կարմիր, սպիտակ, սև համադրություններով, որը մենք նույնպես տեսել ենք նաեւ մյուս բրենդերի մոտ։ Այսպիսի կոշիկներ գործվածքի էֆեկտով շատ ենք արդեն իսկ հանդիպել, նաեւ այս բաճկոնները երկու շարքով կոճակների, որոնք շատ արդեն ակտուալ են նաեւ այս գարնանը։ Այդտեղ մեծ հավաքածու կա բավականին տաք հաստ մոդելների, կարող ենք ասել նաև գարնանային մոդելներ են, հաստ ժակետներ, բավականին տաքուկ հաճկոններ, վերարկուներ դեռևս շարունակում են ներկայացված մնալ Mango-ի հավաքածուում։ Բեժ երանգը նույնպես առանձին հավաքածու բեժ երանգի մեջ նույնպես ներառված է։
Շատ հետաքրքիր են, տարբերվող են հենց աքսեսուարները մանգո խանութում, ի տարբերություն այլ խանութների մի փոքր այդ օրիգինալությունը ակնհայտ զգացվում է եւ նուրբ էլեգանտ տարբերակներ կան մի փոքր աչքի ընկնող տեսակներից եւ նաեւ շատ մեծ խոշոր մասիվ աքսեսուարներ, որոնք կարող եք համադրել այս տարվա բոլոր տրենդային լուքերի հետ համապատասխան երանգներով 12-13 եվրո արժողությամբ, 10 եվրո արժողությամբ, տեսեք հետաքրքիր մեծ քարերով, եթե օրինակ կրում եք ինչ-որ բազային մոդելներով լուք, ապա կարող եք համալրել այս տրենդային մեծ աքսեսուարներով եւ ձեր տեսքը լիովին կարող է տարբերվել։ Տրենչերը բավականին որակյալ են, դա կարող եմ փաստել։ Շատ հետաքրքիր տարբերակներ նաև կան վերնահագուստի հետ կապված, երկար, կարճ։ Կոշիկները շատ գեղեցիկ են, կարող ենք ընտրել նաև մեր լուքերի համար եւ փորձարկել որքանով են դրանք հարմարավետ լինելու։ Հետաքրքիր մոդելներ կան պայուսակների, տեսեք այս մոդելը բավականին հետաքրքիր արհեստական կաշվից է, իսկ այսա բնական կաշվից է եւ համապատասխան արժողությամբ արդեն իսկ բավականին բարձր արժեքով բնական կաշվից մոդելներ կան եւ ավելի բյուջետային, բայց արհեստական կաշվից մոդելներ։ Գործվածքի էֆեկտով, խոշոր գործվածքի էֆեկտով պայուսակ 129 եվրո բնական կաշի է։ Այս տարի մանգոյում մեծ հավաքածու է ներկայացված այս զեբր պրինտով, որը եթե չեմ սխալվում անցած տարի շատ ակտուալ էր Zara բրենդի մոտ, բավականին մեծ տեսականի ունեն, իսկ այս տարի նաև մանգոյում է տեղ գտել։ Հետաքրքիր մետաղյա փոքրիկ կլաչներ են ներկայացված, նաև այս փոքրիկ պայուսակը փայլուն ոսկեգույն 23 եվրո արժողությամբ։ Պայուսակների տեսականի բավականին մեծ է, բոլոր հավաքածուների մեջ ունեն իրենց երանգային տարբերակները, հետաքրքիր էֆեկտով այսպիսի փոքրիկ երեկույթների համար կոկտեյլային պայուսակներ են։ Այս բլեյզերներից մենք գրեթե բոլոր բրենդերի մոտ տեսել ենք, կոճակներով, կարճ մոդելներ, ակտուալ են նաև մանգոյում, շարֆիկները այստեղ շատ մեծ տեղ են զբաղեցնում, կարող եք արդեն իսկ համադրել ձեր բազային լուքերի հետ։ Կրկին լուքերի կերտման համար ընտրել եմ միջին բյուջետային տարբերակներ, իդեպ զգեստապահարանի սեզոնային համալրումների ժամանակ խորհուրդ կտամ օգտվել 1-3-ի հետ բանաձևից, ինչը նշանակում է 1 բազային տաբատ համադրված 3 հատ տոպի կամ բլուզի հետ։ Սա թույլ կտա միանգամից 3 լուք ստեղծել ընդամենը 1 տաբատով։ Տոպերի դեպքում ես ընտրել եմ 3 բազային երանգներ՝ կաթնագույն, սպիտակ եւ սև, բայց այս տաբատի հետ կարող ենք հանգիստ կրել նաեւ բոլոր տրենդային երանգները։ Համադրել եմ ոչ բազային, այլ բոհո ոճի գոտու հետ, որպեսզի մի փոքր տրենդային ակցենտ հաղորդեմ լուքին։ Բլեյզերը առանձնապես հավանեցի իր որակի եւ ունիվերսալ դասական ձևացքի համար, հումքը բամբակ եւ ուշը, գործվածքը շատ յուրահատուկ։ Չնայած կոնկրետ երանգը բազային չէ, ավելի վառ տարբերակ է, սակայն այն դեպքն է, երբ ձևացքն ավելի հնչեղ է ու ոճային առումով լիովին հավերժական տեղ կարող է զբաղեցնել ձեր զգեստապահարանում։ Պայուսակները նույնպես բյուջետային են, արհեստական կաշվից, բայց եւ արտաքուստ եւ շոշափելով միանշանակ այդքան էլ էժանագին տեսք չունեն։ Կարծում եմ տոպի այս տարբերակը ավելի շքեղ տեսք է հաղորդում, քան նախորդը, որն ավելի հասարակ եւ մինիմալիստական տեսք ուներ։ Կոշիկների հումքը արհեստական կաշի է եւ ի տարբերություն H&M-ի կոշիկների, որոնք նույնպես արհեստական կաշվից էին, բավականին հարմարավետ էին, իսկ այս կոշիկների դեպքում ցավոք նույնն ասել չեմ կարող, կաշին կոպիտ է մի փոքր ու դիսկոմֆորտ զգացի կրելու ընթացքում։ Սև ժիլետոպը մի կողմից արդեն իսկ բազային է, բայց կոնկրետ այս տարբերակի դեպքում մեկ տրենդային էլեմենտ է ներքևի հատվածում բացվածքը։ Եթե ցանկանում եք ավելի հավերժական տարբերակ, ապա ձեռք բերեք մինչև վերջ կոճակներով
փակվող մոդելներից, իսկ ոսկեգույն կոճակները եւս մի քանի սեզոն դեռ ակտուալ կլինեն միանշանակ։ Կրկին համադրեցի վառ բլեյզերի հետ ու կարծես կրկին համահուն չեն, այսպես ասած double layering trend-ն է կարծես այստեղ գործում երկու կոճակներով տարբերակը։ Զգեստ կոմբինեզոնը շատ եթերային եւ նուրբ մոդել է, բայց ինձ անկեղծ ասած խանգարում են այս ներքևի հատվածում հավաքվող եւ կապիչներով ամրացնելու էլեմենտը։ Չնայած կոճակները նախատեսված են ըստիս մեջքից կրելու համար, ես մի փոքր էքսպերիմենտ անելով կրեցի դիմացից, դուք կարող եք փորձել ինքներդ ինչպես կնախընտրեք եւ կրկին ինչպես խոստացա համադրեցի բլեյզերը նաև երրորդ լուքի հետ, դուք արդեն կարող եք մեկնաբանություններում գնահատել, որքանով գեղեցիկ եւ համահունչ են ստացվել այս համադրությունները եւ լուքերը մանգոյից։ Այսպիսով ծանոթացաք նաև մանգոյի նոր հավաքածուին, չմոռանաք հավանել, կիսվել մեկնաբանություններում ձեր տպավորություններով եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Մինչ նոր հանդիպում։